Բարև ձեզ։ Մեր այսօրվա թեման վերաբերում է մշակույթ եւ ինքնություն հարցերի շրջանակին։ Ես կփորձեմ ավելի հանդամաչելի ու պարզ լեզվով խոսել, որովհետեւ կաշխատեմ խուսափել ավելի մասնագիտական ձևակերպներից, որովհետեւ մեր այսօրվա այս բանախոսություն թեմայի զրույցի նպատակը խնդրով հետաքրքրված լայն լսարանին ներկայացնելն է մշակույթի եւ ինքնության հետ կապված խնդիրները։ Սկզբից մի փոքր կխոսենք թե ինչ է մշակույթը, իսկ այնուհետև բանախոսության երկրորդ մասում կխոսենք ինքնության մասին եւ վերջում կփորձենք ամփոփել կապելով այս երկու հասկացությունները մեկը մյուսի հետ։ Մենք գանք մշակույթի խնդրին։ Նախ սկսենք դրանից թե ինչու է կարևոր խոսել մշակույթի մասին։ Մշակույթի մասին կարևոր է խոսել առաջին հերթին այն պատճառով, որ մշակույթի միջոցով մենք իրականացնում ենք մեր վերարտադրությունը։ Եվ վերարտադրություն ասելով մի փոքր ավելի լայն իմաստով նկատենք վերարտադրություն իրականացնել, այսինքն ոչ միայն զուտ կենսաբանական ֆիզիկական մակարդակի վերարտադրությանն է վերաբերում խոսքը, այլ նաև հենց ինքնության վերարտադրությանը։ Երբ որ խոսում ենք այն մասին, որ մշակույթը դա մշակույթի կարևոր գործառույթներից մեկը կամ մշակույթի միջոցով մենք իրականացնում ենք մեր վերարտադրությունը, այստեղ հարց է առաջանում, թե այդ կենդանիները նույնպես վերարտադրվում են, բայց ինչպես է որ իրենք մշակույթի կարիքը չունեն վերարտադրվելու իրենց ընթացքում։ Ես որպեսզի այս հարցին պատասխանենք, ճիշտ է խոստացել եմ, որ քիչ կբերեմ սահմանումներ ձևակերպներ, բայց կուզեմ մի այսպես ձևակերպում բերել, պարզ ձևակերպում, որը հետո կփորձեմ ես դա բացատրել եւ մեկնաբանել։ Իմ սիրած ձևակերպումներից է այն, որ մշակույթը դա մարդկային վերկենսաբանական գործունեության ձև է, միջոց եւ արդյունք։ Ես կուզեմ ուշադրությունը հրավիրել բաղադրիչներից նախ վերկենսաբանական գործունեություն արտահայտության վրա, մենք փորձենք հիմա խոսել մի փոքր այդ մասին եւ նաեւ այն մասին, որ մշակույթը ինքը եւ գործունեության ձև է, բայց նաև գործունեության արդյունք, որտեղ սա շատ կարևոր է, որ այս երկուսն էլ մենք հասկանանք, որ սրանք իրար հետ փոխկապակցված են, ոչ թե միայն գործունեության ձև է միջոց կամ միայն արդյունք, այլ այս երկուսը միասին։ Ինչ է նշանակում վերկենսաբանական գործունեություն եւ այս հարցին պատասխանելու համար ես նորից գնանք մի փոքր հետ եւ խոսենք կապենք այն մասին, որ ասենք որ կենդանին նույնպես վերարտադրվում են, բայց ինչու՞ նա այդ մշակույթի վերարտադրողական այս տարբերությունը, հա։ Խնդիրը այն է, որ մարդիկի տարբերություն կենդանիների, այստեղ շատ կարևոր է այս պահը, մարդիկի տարբերություն կենդանիների իրենք իրենց վերարտադրությունը իմաստավորում են։ Այսինքն մարդիկ իմաստ են տալիս իրենց վերարտադրողական գործընթացին։ Ինչի՞ եմ ես սա ասում, որովհետև սա ուղղակիորեն առնչվում է եւ կապվում է անմիջականորեն այն ձևակերպմանը, որը որ քիչ առաջ բերեցի, այսինքն վերկենսաբանական գործունեություն, որովհետև գործունեությունը մարդու դառնում է վերկենսաբանական, եթե ինքը իմաստավորում է, իմաստներ է տալիս իր կենսաբանական գործունեությանը եւ այդ միջավայրին բնական, որտեղ որ այդ գործունեություն տեղի է ունենում։ Նա ինչ է նշանակում նաև կենսաբանական գործունեություն, չէ՞։ Խնդիրը այն է, որ մենք ինչպես եւ կենթանական աշխարհի բոլոր ներկայացուցիչները, այսպես ասած, բնությունից մեր մեջ դրված է գործունեության որոշակի, այսպես ասած, բնական եղանակներ, որի միջոցով մենք ապահովում ենք մեր ուղղակի կենսունակությունը եւ այսպես ասած կենթանի մնալը, հա, մենք կենթանի ենք մնում այդ գործունեության շնորհիվ, ապրում ենք այդ ֆիզիկապես ապրում ենք այդ գործունեության շնորհիվ, ասենք օրինակ ուտելը։ Այսինքն դա մի բան է, որը որ ինչպես բոլոր կենթանական աշխարհին մեր մեջ դրված է, հա, բնական դա այդ գործունեությունն է։ Կամ ասենք մեր արյան շրջանառությանը եւ մեր մարմնի հետ կապված ցանկացած գործունեություն, դա բնական գործունեություն է, որը որ մենք
այսպես թե այնպես դա տեղի է ունենում մեր հետ եւ մենք այսպես ասած ակտիվ ներազդու ներգործուն մասնակցություն չունենք քանի դեռ չենք իմաստվել այդ գործունեության դա տեսեք մարդիկ ի տարբերություն կենթանիների իմաստ են տալիս ուտելուն, հենց իմաստ են տալիս ու սկսում են նկարագրել իմաստ տալու միջոցով ինչա դուրս գալիս իրանք սկսում են տեսեք նկարագրել այդ սնվելու բոլոր թե process-ը եւ թե բաղադրիչները, ասենք օրինակ անուն են տալիս այն ուտելիքին առաջին հերթին, հա, իմաստ են տալիս ուտելիքին, իրանք հենց իմաստ են տալիս, անվանում են այդ, հա, ասենք օրինակ միս, բուսական կետ, կենթանական կետ, հա, ասենք հետո տեսեք այդ իմաստավորման process-ում առանձնացվում են ուտելի, օրինակ բույսեր եւ չուտելու բույսեր, ուտելի այն կենթանական կենթանիները, որոնք որ մարդիկ օգտագործում են սննդում եւ այնանք, որոնք որ չեն օգտագործում, կամ ասենք եփածը եւ հումը։ Ինչա տեղի ունենում, երբ որ իմաստներ ենք տալիս, իմաստներ տալուց նաեւ տեսեք հետաքրքիր է, որ մենք իմաստավորում ենք ոչ միայն այդ շրջակա աշխարհը, այսինքն այն ինչ որ մենք այդտեղից որպես ուտելիք վերցնում ենք, հա, այլ նաեւ մեր հենց այդ սնվելու process-ն ենք սկսում նկարագրել, իմաստավորել, սկսում ենք համեր առանձնացնել։ Տեսեք, հենց մենք համեր ենք առանձնացնում, մենք այդ համերի միջոցով եւ ուտելիքների նկարագրության միջոցով նաեւ մենք սկսում ենք նկարագրել մեր ուտելու գործընթացը, ասենք անվանում ենք օրինակ խնջույք, հա, կամ ճաշկերույթ, կամ ասենք եւ այդ անվանումը արդեն իր մեջ ունի մի ահագին մեծ բովանդակության շերտեր, հա, երբ որ մենք անվանում ենք խնջույք, տեսեք արդեն պատկերացնում ենք ինչ որ մի բան, չէ, իրադարձություն կամ ինչ որ մի իրավիճակ, որտեղ կա սեղան, որտեղ այսպես մտովի արդեն պատկերացնում ենք սեղանում ինչ որ կերակուրներ են, մեր հետ նստած մարդիկ են, բայց եթե մենք չենք ասում խնջույք, ուղղակի ասում ենք ուտել, եթե զուտ կենթանական, կենսաբանական մակարդակա, մենք պատկերացնում ենք վայրի վիճակ, երբ որ ինչ-որ մի հատ գիշատիչ հոշոտում է ինչ-որ մի կենթանու, չէ, ինչ-որ sense մի տեսարան, որը որ մարդուն արդեն շատ օտար ու նույնիսկ որոշ դեպքերում այդքան էլ հաճելի չի, վանողա, չէ, ասենք նույնիսկ տհաճա պատկերացնել ուտելուց այդ վայրի ուտելու վիճակը, հա։ Հիմա այստեղ նաև տեսեք ինչքան շերտեր են առաջանում, երբ որ մենք սկսում ենք համերը անվանել, ուտելիքները անվանել, այս ամեն ինչը իմաստ ենք տալիս նկարագրում ենք, այս նկարագրության process-ը ինքը դառնում է նաև ստեղծագործական process, այսինքն մենք սկսում ենք իմաստներ անընդհատ ստեղծել կապված նույն բանի հետ եւ այստեղ մեկ էլ տեսնում ենք մենք համերը սկսում ենք իրար հակադրել, միացնել, այսինքն այս ամեն ինչը առանձին վեստած, իրանք ոչ միայն իրանք են իմաստ ստանում, այլ նաև իրենք իմաստ են ստանում կապերի մեջ, համակարգի մեջ, այսինքն առաջանում է մի համակարգ եւ հենց այդ համակարգի շնորհիվ, այդ իմաստների ամբողջականության շնորհիվ մեկ էլ մենք տեսնում ենք ինչա դառնում այդ ուտելու պարզ կենսաբանական գործունեությունը, որպես վերկենսաբանական գործունեություն վերածվում խոհանոցի։ Եվ բավական չի ասենք դա մի ժողովրդի խոհանոց չի, այլ աշխարհի տարբեր ժողովուրդների խոհանոցների է վերածվում, որտեղ աշխարհի ամեն մի ժողովուրդ ունի համերի համարյա թե նման նկարագրություն, բայց համերի համադրության շատ տարբեր իմաստավորումներ։ Ասենք օրինակ ես հիշում եմ, որ ես փոքր էի, իմ փոքր ժամանակ, ասենք օրինակ աղի եւ քաղցր համերը Հայաստանում ընդունված չէր համադրել, այսինքն ես առաջին անգամ աղի եւ քաղցր իրար հետ այսպես ասած համադրված բան կերել եմ, դա աղանդեր էր, աղով բոված ընկուզեղեն եւ քաղցրեղեն իրար հետ խառնած չամիչ։ Ես զարմացել էի, որ տենց բան կա, որտեղ որ մենք փոքր էինք, սովորաբար այդ բաները ընկուզեղենը միշտ եթե ուտում էինք, ապա քաղցրի հետ ու առանց աղա բովվածության։ Բայց դա պարսկական բան էր, որ այն ժամանակ սահմանը բացվեց, բերեցին Հայաստան, հա, ասենք եւ ես առաջին անգամ դանցանցա։ Հետո ես կերա, ասենք երբ որ գտնվում էի Սան Ֆրանցիսկոյում, արդեն բավականին մեծ էի, առաջին անգամ կյանքում կերա աղի շոկոլադ։ Ծովային աղով, միջուկով շոկոլադ, էլի զարմացել էի շատ։ Բայց տեսեք ինչի եմ ես սա ասում, որովհետեւ սա այլ ժողովուրդների մեջ, տեսեք, երկու տարբեր համերի համադրությունն է, դա իրենց մշակույթն է, որը իմ մշակույթում չկար եւ ես ծանոթացա այդ ուտելիքի, ուտեստի մշակույթի միջոցով իրենց հետ եւ ասենք մենք կարող ենք բերել շատ այլ տարբեր կենսաբանական
գործունեության ձևեր, որոնք որ sense մշակութային հսկայական շերտեր են առաջացնում։ Ինչ շատ դուր է գալիս մշակույթի այն ձևակերպը, որ տվել է ամերիկացի մարդաբան Clifford Geertz-ը, ինքը ասում է, որ մշակույթը դա իմաստների սարդոստայն է, որի կենտրոնում նստած է մարդը։ Տեսեք ինչ հետաքրքիր ձևակերպում, այսինքն շատ պատկերավոր նաև, հա, մենք պատկերացնում ենք այդ սարդոստայնը մեջտեղում չէ սարդն է, ու այդ սարդոստայնի մեջտեղում մարդու այդ սարդոստայնի տեղը իմաստներ են անընդհատ, ու ինքը անընդհատ հյուսում է այդ իմաստները, անընդհատ իր սարդոստայնը հյուսում է, անընդհատ բազմացնում է, մանրացնում է, նրբերանգները ավելացնում է այդ իմաստների մեջ, եւ ասենք տեսեք օրինակ ինչ եմ ես սա ասում, որովհետեւ մարդը մշակույթ ձևավորում է ոչ միայն իր բնությունը, հա, իր կենսաբանական, այսպես ասած, գործունեությունը գործունեությանը իմաստներ տալու ճանապարհով, այլ նաև ընդհանրապես բնությանը իմաստներ տալու ճանապարհով, հա, ասենք օրինակ մինչև որևէ մի բանի իմաստ տալը, մենք օրինակ չգիտենք, դա մոտավորապես կարող է որպես կենսաբանական օրգանիզմ, քանի որ մեր շրջապատում միշտ տեսնում ենք մենք բնազդով մեր մոտ կա ծրագրավորված ինչը, դա ասենք օրինակ ծառը։ Մենք պարզապես գիտենք ինչ որ մի ծառ, հա, ասենք, բայց հենց սկսում ենք անուն տալ, տեսեք, հետո սկսում ենք այդ իմաստների սարդոստայնի համար եմ ասում, հա, հետո սկսում ենք այդ ծառի տեսակները իմաստներ տալ, անուններ տալ, հետո այդ ծառի կառուցվածքը, հա, ասենք հիմա մենք օրինակ երբ որ ես փոքր դպրոցական աշակերտ էի դեռ, հա, ասենք ես այն ժամանակ սովորել էի ծառի այդ թե ինչից է կազմված ծառի փայտը, ինչպես է ծառը սնվում գետնից, արմատները, այդ ֆոտոսինթեզի process-ը, չէ, ասենք մենք այդ ամեն ինչը առաջանում է հենց մշակույթի միջոցով, այս իմաստավորման գործընթացի միջոցով եւ այդ իմաստավորումը բնության իմաստավորումը ինքը հենց իմաստավորման ճանապարհն է դառնում նաև մշակույթ, այսինքն ոչ միայն այն իմաստները, այն իմաստներ տալու միջոցով այդ նոր, այսպես ասած, միջավայրի ձևավորումը, այլ նաև այդ ճանապարհը։ Երկու հարց է, էլի, այստեղ նաև շատ կարևոր բարձրացնել, ասենք ինչի է պետք մարդուն ճանաչել բնությունը, հա, ասենք ինչի է պետք այդ անդադ իմաստավորման process-ը, այստեղ մենք հանդիպում ենք մի շատ հետաքրքիր էլի երևույթի, մարդը իմաստներ տալու միջոցով ինքը կարողանում է որոշակիացնել աշխարհը, այսինքն որոշակիություն մտցնել իր շրջապատի անորոշության մեջ, որովհետև բնությունը մարդու համար անորոշ է։ Հետաքրքիր է, որ շատ աշխարհի շատ ժողովուրդների մեջ հենց այդ նախնական իրենց մշակութային դեռ փուլում, երբ որ աշխարհը ճանաչելու ձևը դա ավելի շատ առասպելաբանական ձևն էր, այսինքն առասպելի կրոնամիֆական եղանակով էին իրենք ճանաչում աշխարհը, այդ անորոշությունը մարդիկ անվանում են քաոս, դա կոչվում է քաոտիկ իրավիճակ, այսինքն դա մի իրավիճակ է, որտեղ մարդը չգիտի թե բնությունից իրեն ինչ է սպասվում, այստեղ շատ հետաքրքիր է, երբ որ դու չգիտես թե բնությունից քեզ ինչ է սպասում, այսինքն դու չես նկարագրում, չես կարողանում իմաստավորես այդ բնություն, չես նկարագրում իրան, հա, դու բնազդորեն ես կապված իր հետ, քո մոտ անընդհատ կա այդ անորոշության ու վախի զգացումը։ Երբ որ մենք սկսում ենք որպես մարդիկ իմաստ ենք տալիս այդ բնության երևույթներին բնության, հա, այսինքն այդ անորոշությունը սկսում է որոշակիանալ եւ այդ քաոսը դառնում է կոսմոս։ Հիմա բերեմ մի շատ պարզ օրինակ, էլի այդ առասպելաբանական մտածողության շրջանից, ասենք օրինակ կայծակը ու ամպրոպը չափազանց վախենալու բաներ են, եթե դու բնության մեջ ես։ Ինձ մի անգամ ես սարում էի գտնվում իմ հետազոտական, ազգագրական հետազոտության գնացել, դաշտային հետազոտություն եւ այդ օրը, ասենք, սարում էի ու հանկարծ ամպրոպ սկսեց,
երբ որ դու հատկապես բնության մեջ ես ու մենակ բնության հետ, դա սարսափելի զգացում է, այդ ճատյունները, այդ կայծակի, այդ գոռոցը, բան, ու անկախ քեզից դու վախենում ես, էլի, ու ես այդ ժամանակ որպես մշակութային մարդաբան ազգագրագետ ես բավական ծանոթ էի վիշապամարտի, ամպրոպամարտի առասպելույթին եւ թե ինչպես է հնդեվրոպական ժողովուրդների մեջ դա արմատական կարեւորություն ունեցել աշխարհաճանաչողության եւ աշխարհը կարգավորելու մեջ, այդ ասածս քաոսից կոսմոսի անցնելու մեջ, բայց ես իմ ոնց որ ասում են փորձով հասկացա թե ինչպես է այդ նախնադարյան մարդը ինչի է հորինել այդ ամպրոպամարտի առասպելը, նայեք Ինչ ամպրոպամարտի առասպելը, շատ կարճ ասեմ, դա հենց այդ աշխարհը կանոնակարգելու, որոշակիացնելու ձևերից մեկն է, իրան բացատրելու միջոցով։ Տեսեք, այստեղ մարդը, քանի որ դեռևս չուներ այդ գիտական, դատողական փորձի միջոցով այդ երևույթը ճանաչելու եւ նկարագրելու գործիքները, ինքը առասպելի միջոցով է նկարագրում։ Ուրեմն ինչա դա իրանից ներկայացնում։ Ամպրոպամարտիկը կայծակը ըստ նախնական մարդու պատկերացումների, առասպելաբանական պատկերացումների, դա պարզապես կայծակ չի ինքը բնութագրում, այլ դա մի բան է, որի ժամանակ երկրի ընդերքում ապրող չար ուժերը, շատ առասպելներում դրանք վիշապներն են, այդ դրակոնները, մեր առասպելում չար ուժերը վիշապներն են, եւ կան շատ տարբեր տեսակի վիշապների դեպ, դուրս են գալիս իրենց միջավայրից, ստորերկրի աշխարհից վերև։ Քանի որ երկնքում էլ ապրում են վեր մարդկային եւ հիմնականում բարի ուժերը, որովհետեւ ըստ այդ նախնական պատկերացման աշխարհը 3 մասի է բաժանված, երկնքում բարի ուժերն են, աստվածային ուժերը, ստորերկրայքում չար ուժերն են, այդ վիշապային ուժերը եւ միջին աշխարհում մարդն է ապրում։ Երբ որ այս չար ուժերը վիշապը դուրս է գալիս, ինքը խախտում է գոյություն ունեցող կարգ ու կանոն ու վտանգում է մարդկանց կյանքը, ըստ այդ պատկերացման, ինքը կուլա տալիս արևը եւ փակում է երկնային ջրերի ակունքը։ Տեսեք ինչ հետաքրքիր պատկերացում, էլի, այսինքն այդ ժամանակ ինքը մարդիկ ոնց են, պրակտիկ արև չկա, չէ՞, այդ ամպրոպի ժամանակ պատկերացնում են վիշապն է կուլ տվել։ Հիմա երբ որ արև չկա, մարդկային աշխարհը վտանգվում է, երբ որ ջուր չկա, էլի է վտանգ, որովհետև երաշտ կարող է լինել ու ընդհանրապես ասենք մենք գիտենք երաշտը ինչ սարսափելի հետևանքներ ունի այսօր էլ եւ այն ժամանակ էլ ունեցել, հա։ Ու ինչ է տեղի ունենում, այդ ժամանակ հայտնվում է ամպրոպամարտիկը, ով կայծակի զենքերով, կայծակը իր զենքերն են, տեսեք այդ վախենալու բանին մարդը դրական իմաստ է տալիս։ Սկսում է հետապնդել վիշապին ու իրեն սպանում է ու այն ժամանակվա պատկերացնում սպանությունը այնպես չի որ ընդհանրապես վերանում, այլ սպանությունը նորից իրեն իր աշխարհ ուղարկելն է։ Դրա համար պարբերաբար վիշապը նորից հայտնվում է, հետո էլի ամպրոպամարտիկը կայծակներով սպանում է, բայց տեսեք այստեղ ինչու՞մն է մարդու այդ քաոտիկ վիճակից կոսմոսային վիճակի այս անցման պահը, որ վախենալու բանը դառնում է իր համար օգտակար մի բան։ Այսինքն վախենալու ամպրոպ կայծակը բարձում է որ իօգուտ մարդկանց է, ոչ թե իր դեմ է ուղղված մարդու դեմ, այլ չար վիշապի։ Այդ դրանով տեսեք մարդը կարողանում է այնպես ձևակերպի քաոսի կոսմոսը, որտեղ որ ինքը օգուտ է ասում, այսինքն ինքը կարողանում է հաղթահարի իր վախերը, հա։ Եվ մյուս կարևոր հատկանիշներից մեկը, որի մասին որ ես կուզեի այսօր խոսել, մեր համար կարևոր նշանակություն ունեցող, սխալը ճշտից տարբերակելն է, բարին չարուց տարբերակելն է, գեղեցիկը տգեղից տարբերակելն է, ինչի է պետք դրանք մարդուն, որտեղ մարդը պետք է իմանա որոնք են ճիշտ ձևերը, որոնք որ իր համար անվտանգ են դարձնում ապրելը, այսինքն ճիշտ է, որ երբ որ դու տեսնում ես գայլերի ոհմակ կամ փախնես կամ ձև գտնես իրանց փախցնելու, հա, վախացնելու։ Ճիշտ է, որ եթե գետը հորդառատ է, չգնաս մտնես գետ, հա, ասենք խեղդվես։ Այն պարզ բաներ եմ ասում, բայց մարդիկ այս ճիշտ ու սխալը իրարից տարբերում են հենց այս իմաստներ տալու միջոցով, բայց այս ճիշտ ու սխալի տարբերակումը իմաստներ տալու այս process-ը ինքը մշակութային որպես process ինչով է կարևորություն ստանում մարդու համար, դրա միջոցով մարդը ակումուլյացնում, այսինքն կուտակում է
գիտելիքի ու հմտության ակումուլյացիա անում, կուտակում անում, որոնք որ իրեն հետո անընդհատ պետք են գալիս, որպեսզի ինքը անընդհատ նոր հեծանիվ չհայտնաբերի։ Այսինքն սա հենց այն է, ինչ որ ընդունված է անվանել ստերեոտիպիզացում, այսինքն առօրյա խոսակցությունում հաճախ մարդիկ այս ստերեոտիպին մի քիչ վատ են վերաբերվում, իբր կարծրատիպ թե հայերեն թարգմանած, բայց մի քիչ ինձ թվում է թարգմանությունը այդքան էլ հաջող չի, որտեվ ստերեոտիպը մի քիչ ավելի լայն իմաստ ունի, բայց ինչ է տալիս ստերեոտիպները մարդուն եւ կայուն այս գիտելիքները մարդուն ինքը խնայում է ժամանակը։ Ստերեոտիպի կարևոր օգուտը մարդու համար դա ժամանակի խնայողությունն է, այսինքն ամեն անգամ դու նոր հեծանիվ չես հայտնաբերում մեկ եւ նորից նոր չես քո համար մտածում թե դու ինչ գործողություն պետք է անես, գոյություն ունեն որոշակի իրավիճակներ, որոնց ժամանակ դու անում ես որոշակի գործողություններ եւ սա արդեն այդ բովանդակությունների, նկարագրությունների, բացատրությունների այդ ամբողջությունն է, որը որ գոյություն ունի մշակույթում, որը որ անհրաժեշտ է մարդուն, որպեսզի ինքը կարողանա այդ կուտակված գիտելիքի եւ հմտության միջոցով ասենք ավելի արդյունավետ կազմակերպի իր վերարտադրությունը, որտեղ մենք սկզբից եթե հիշում ենք, ասենք որ մշակույթի միջոցով մարդը իրականացնում է իր վերարտադրությունը։ Այս ամեն ինչ մենք խոսում ենք, բոլորը այս իմաստներ տալը, իմաստների ակումուլյացիան, անորոշությունից որոշակիություն անցնելը, բոլորը կապված են մեր վերարտադրության հետ։ Վերարտադրություն անհատական մակարդակում եւ հավաքական մակարդակում եւ վերարտադրություն որպես կենսաբանական ֆիզիկական մարմին եւ որպես ինքնություն, հա, այսինքն թե ինչ է ինքնություն, մենք մի փոքր հետո դրան կանդրադառնանք, բայց խոսալով իմաստների մասին կարող է այնպեսի տպավորություն ստացվի, որ մշակույթը ինքը միայն իմաստներից է բաղկացած եւ այն էլ ճշմարիտ իմաստներից, ճշմարիտ համարվող իմաստներից, քանի որ մարդիկ սովորաբար ինչ որ համարում են ճշմարիտ ու իրեն առանձնացնում են սխալից, հիմնականում ավելի շատ կարևորում են այդ ճշմարիտ իմաստները, այսինքն ճշմարտությունները, որոնք որ մշակույթի հիմքն են կազմում, բայց այդ թյուր պատկերացումից որպեսզի մենք խուսափենք, պետք է ասել, որ մշակույթը ինքը ունի 3 մակարդակ, հիմնական շատ լայն որ վերցնենք, սենց ընդհանուր վերցնենք, ապա մշակույթը ունի 3 մակարդակ։ Առաջին մակարդակ եւ շատ կարեւոր մակարդակը դա իհարկե իմաստներն են կամ ճշմարտություններն են։ Երկրորդ մակարդակը այն գործողություններն են, որոնք որ ուղղված են այդ ճշմարիտ համարվող իմաստների ռեալիզացմանը, իրականացմանը։ Այսինքն այդ գործողությունների իրականացումը նույնպես ստանում է մշակութային բնույթ եւ դրանք նույնպես համարվում են ճիշտ եւ սխալ գործողություններ եւ այսպես շարունակ, այսինքն այդ նշածս իմաստների սարդոստայնը անդադ ընդլայնվում է, բայց միևնույն ժամանակ իրենք միայն իմաստներ չեն, այլ նաեւ գործողություններ, հա։ Եվ երրորդ մակարդակը մշակույթի դա արդեն բանն են, արդյունքները, գործողությունների իմաստների ռեալիզացման շնորհիվ ձևավորվող արդյունքներն են։ Եվ այստեղ ես կուզեի այն ամենասկզբում բերածս ձևակերպում մշակույթի, որ մշակույթը դա մարդու վերկենսաբանական գործունեության ձև է, մի փոքր ընդլայնել։ Որը որ իհարկե ես չեմ տվել այդ ձևակերպումը, դա մշակութային մարդաբանության եւ ընդհանրապես մշակույթին վերաբերող գիտությունների բավական տարածված ձևակերպումներից մեկն է, որը որ տրվել է 1960-70-ական թվականներին, բայց մինչև այսօր շատ խիստ կենսունակ է։ Խոսքը վերաբերում է այն ձևակերպմանը, որ մշակույթը համարվում է հոգևոր, նյութական եւ հասարակական կամ սոցիալական արժեքների ամբողջություն, որը ձևավորվում է մարդկային վերկենսաբանական գործունեության միջոցով։ Տեսեք, այստեղ մենք առաջին հատվածը ավելացրեցինք, այդ հատվածը վերաբերվում է արժեքներին։ Այսինքն ինչի է
մարդը համարում մշակույթը արժեք, սա ընդհանրապես արժեքներ, մշակույթը արժեքներ համարելը մշակութային մարդաբանության մեջ եւ մշակույթին վերաբերող գիտություններում ունի մի հատուկ անվան, դա կոչվում է աքսիոլոգիական մոտեցում։ Ես խոստացել էի, որ տերմինը շատ չեմ օգտագործելու, բայց աքսիոլոգիական մոտեցումը դա հենց արժեբանական մոտեցումն է, այսինքն երբ որ մշակույթը համարվում է, մշակույթի տար համարվում է այն, ինչ որ ունի արժեքի նշանակություն։ Իհարկե սա շատ սահմանափակում է մշակույթի էությունը, որտեղ մշակույթը միայն այն չէ, ինչ որ արժեքներից է կազմված, մշակույթում կան նաև շատ բաներ, որոնք որ կոչվում են իրենց արժեքային նշանակություն, դա շարունակում են գոյությունել, բայց ես կուզեի առայժմ դրա մասին շատ մեր այսօրվա խոսակցության մեջ չխոսել, մենք դեռ ունենք տարբեր բանախոսություններ եւ այդ դրանց ընթացքում ես այդ շերտին անդրադառնալու եմ մշակույթի, բայց ես կուզեի այսօր խոսել այն մասին, թե որտեղից է առաջանում արժեքի գաղափարը, հա։ Մենք արժեքների մասին էլ ենք առանձին խոսել, բայց արժեքի գաղափարը առաջանում է հենց այդտեղից, այն ինչ որ այն իմաստները, այդ իմաստներից բխող գործողությունները կամ այդ իմաստները ռեալիզացնող գործողությունները, առարկայացնող գործողությունները եւ դրանից ստացվող, դրա արդյունքում ստացվող այդ առարկայական նյութական կամ ասենք ոչ միայն նյութական, այլ նաև խոսքային եւ այլ երևույթները, մշակութային երևույթները, որոնք որ կարևոր են մարդու համար, կարևոր դեր են խաղում մարդու եւ հանրության համար վերարտադրության գործընթացում, իրենք ստանում են արժեքի նշանակություն։ Այսինքն եթե մի հատ ավելի կարճ ասենք, այս ինչ որ ես ասի եւ ավելի པարզ, ապա արժեք սովորաբար մշակութային արժեքներ համարվում են այն երևույթները, որոնք որ նպաստավոր դեր ունեն, նշանակալի դեր ունեն վերարտադրության մարդու եւ հանրույթի վերարտադրության գործում։ Իսկ քանի որ հանրույթը վերարտադրվում է, ինչպես ես ասացի արդեն, ոչ միայն կենսաբանական ֆիզիկական մակարդակում, այսինքն ոչ միայն մարդիկ ծնվում են եւ դեմոգրաֆիկ ժողովրդագրական, ասենք, աճ են ունենում, այլ նաեւ հանրույթը վերարտադրվում է իր ինքնության վերարտադրության միջոցով։ Այստեղ եկավ այն պահը, որ մենք մի փոքր պետք է խոսենք ինքնության մասին, այսինքն իսկ ինչ է ինքնությունը, որտեղից է այդ ինքնության հայտնվում ինքնությունը, հա։ Ինքնությունը, եթե շատ այդպես ընդհանուր ասեմ, ապա դա իհայտ է գալիս այնտեղ եւ ինքը կապված է եւ պայմանավորված է հենց այդ ճշմարիտ համարվող իմաստներով, այսինքն ցանկացած հանրույթ ինքը ունի այս կամ այն երևույթը նկարագրելու իր ճշմարտությունները, որոնք տարբերվում են այլ հանրույթներից։ Եվ այդ ճշմարտությունների միջոցով ինքը պատասխանում է մի շատ հարցերի, այդ նաև ով ենք մենք։ Ինքը նախ ձևակերպում է մենք հասկացությունը, մենքին բովանդակություն է տրվում այդ ճշմարիտ իմաստներով։ Մենք այն հանրույթն ենք, ով որ ճշմարիտ է համարում հավատալը, ասենք, վահագնին, այլ ոչ թե վերեփրագնային, հա։ Կամ ասենք մենք այն հանրույթն ենք, ով համարում է, որ սերը ունի աստվածություն, հա, որ կա տղամարդկային բանը, սկզբի եւ կանացի սկիզբը նշող աստվածություններ եւ այլ, հա, ասենք մի ուրիշ ժողովուրդ այդ չունի, շատ հետաքրքիր է, որ օրինակ շատ հաճախ հարևան ժողովուրդների, օրինակ այս մենք աստվածություններից խոսացինք, աստվածությունների մեջ կան օրինակ հայելակերպ տարբերություններ, ասենք եթե մեկի մոտ բանը մի աստված, ասենք օրինակ հնդիկների մոտ, հա, Ինդրան համարվում է բարձրագույն աստվածություն, ապա նրա հարևան պարսկական առասպելաբանությունում Ինդրան աննշան աստվածություններից մեկն է, եւ ցածրակարգ աստվածությունը համարվում։ Եվ այսպես մենք կարող ենք շատ օրինակներ բերել, երբ որ այսպես շուռ տված նաեւ հայելակերպ պատկեր ունենք, ինչի ես ասում, որ հաճախ ինքնության համար, այս կամ այն խմբի ինքնության համար չափազանց կարևոր է իրեն հակադրելը մեկ այլ ինքնության։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք նրանից, որ ինքնության հիմքում ընկած են ճշմարիտ իմաստները, ապա նկատի ունենք հենց այն, որ ինքնությունը առաջին հերթին
հենց իմաստաբանական, իմաստային երևույթ է եւ ինքնության հիմքում ընկած է մշակույթի ամենահիմնարար հատկանիշներից մեկը բնությանը կենսաբանականին իմաստավորելը ինքնությունները իրենք նաեւ զարգացող երևույթներ են եւ իրենք քանի որ մարդը իմաստներ է տալիս եւ մշակույթը հենց այդպեսին է որ ինքը իմաստներ է տալիս ոչ միայն բնականին ու կենսաբանականին, հա, այլ նաեւ անընդհատ ինքը նաեւ ունի իմաստներ տալ իմաստներին, այդ վերաիմաստավորման process-ն է անընդհատ տեղի ունենում, ապա ինքնությունները այս տեսանկյունից դրա պատճառով կամ դրա հետևանքում սկսում են տարբերվել իրարից, հա, ասենք դրա այդ առումով կարելի է առանձնացնել ինքնությունների երկու խոշոր խումբ, դա մի խումբը կարելի է անվանել ավարտուն ինքնություններ, մյուս խումբը անավարտ ինքնություններ, սրանք շատ հետաքրքիր է, եթե մենք բառով երբ որ նշում ենք, օրինակ ավարտուն ինքնությունը կարող է թվալ, որ ավելի դրական նշանակություն ունի, որովհետև արդեն ավարտված է, չէ՞, իսկ այն անավարտը մի տեսակ կիսատ մնացած է թվում, բայց իրականում այս ինքնություններից երկու տիպի մասին երբ որ մենք խոսում ենք, ապա ավարտուն ինքնությունը դա այն ինքնությունն է, որը որ արդեն այսպես ասած ունի ճշմարտությունների, ճշմարիտ իմաստների մի այսպես հավաքականություն, համակարգ, որը որ արդեն տվել վերջացրել են, ոնց որ ասած, համարում են, որ սա ճշմարիտ է, եւ շատ հաճախ այդ ընդունված ճշմարտությունները նաեւ սրբազանացվում են, սակրալիզացվում են, որ հանկարծ որևէ մեկը չկարողանա դա խախտել, որովհետև ինչի է դա կարևոր, որովհետև մեր խոսակցության քիչ առաջ մենք ասացինք, որ դա կարևոր է, որովհետև դա ապահովում է մեր վերարտադրությունը, հա, դա կուտակվում է, ակումուլյացիան է դա, եւ այդ փորձը պետք է փոխանցել սերունդներին եւ եթե հանկարծ դու խախտես արդեն ձեռք բերված ճշմարտությունը, կարող է այդ վերարտադրության process-ի սահունությունը խախտվի, հա, եւ կամ ընդհանրապես խախտվի։ Դրա համար շատ երկար ժամանակ մշակույթի պատմության ընթացքում, մարդկության պատմության ընթացքում մշակույթները իրենք ձգտել են ձևավորել ավարտուն ինքնություններ, այսինքն որևէ մեկ ով որ փորձել է ընդունված ճշմարտությունը խախտել, իրեն բավականին լուրջ բան են ենթարկել, էլի, այդպես տարբեր տեսակի պատիժների կամ մեկուսացման, եւ այդ ճշմարտությունները մեկնաբանելու իրավունք նույնիսկ մարդիկ չեն ունեցել, սովորական մարդիկ, այլ դա պատկանել է դրա իրավունքը հատուկ էլիտաներին։ Մենք այդ մասին մեր հաջորդ բանախոսության ժամանակ խոսելու ենք, դրա համար ես այստեղ շատ չեմ մանրամասնի, բայց սա կարևոր է, որով մենք հասկանանք, որ կան նաև ավարտուն ինքնություններից բացի կան անավարտ ինքնություններ։ Առաջին հայացքից բացասական թվացող այս անավարտ բառը իրականում ինչին է վերաբերվում։ Սա այն ինքնություններն են, ովքեր որ իրենց ճշմարիտ համարվող իմաստները ժամանակ առ ժամանակ դնում են կասկածի տակ։ Եվ այսինքն դա չեն համարում ավարտուն ճշմարտություն, այլ դա համարում են վերանայման ենթակա ճշմարտություններ իմաստներ եւ սովորաբար այս անավարտ ինքնությունները անընդհատ ինքնանկարագրման, ինքնաձևակերպման, ինքնասահմանման process են անցնում եւ անընդհատ նոր իմաստներ ձևավորելու կամ եղած իմաստները ավելի նրբերանգների ենթարկելու եւ սովորաբար անավարտ ինքնությունները իրենք շատ ավելի մրցունակ են եւ շատ ավելի հարուստ մշակութային, այսպես ասած, սպեկտր են, տարապատկեր են ձևավորում, քան ավարտուն ինքնությունները, որովհետեւ ինչպես ասացի, ավարտուն ինքնությունները մի բանը արդեն մի անգամ սահմանում ձևակերպում են եւ մտածում են, որ դա է այդ նշածս այն կոսմոսային վիճակը եւ ցանկացած միջամտություն կոսմոսային վիճակին կարող է բերել քաոսի, հա։ Հիմա ինքնության մեկ այլ ձևի մասն էլ կփորձեմ այստեղ խոսել, քանի մի փոքր ժամանակ ունենք, նաև ես կցանկանայի այս ավարտուն եւ անավարտ ինքնությունները լրացնել մեկ այլ տիպով ընդունված, խոսքը վերաբերում է տրված եւ փոփոխական ինքնություններին։ Ինչ է նշանակում տրված ինքնություն եւ ինչ է նշանակում փոփոխական ինքնություն։ Տրված ինքնությունը սովորաբար այն ինքնություններն են, որոնք որ
տվյալ մշակույթում մարդիկ համարում են, որ ի վերուստ տրված են։ Այսինքն ոչ թե մարդիկ են այդ իրենք մասնակցում իրենց ինքնության ձևավորմանը, այլ այդ ինքնությունը արդեն տրված է։ Դու ծնվեցիր այդ մշակութային բանի մեջ, համընդհանուր ինքնության համակարգի մեջ ամեն մարդու տրվում է իր ինքնությունը։ Ասենք, եթե դու տղամարդ ես ծնվել, ուրեմն քո ինքնությունը մինչև քո հասունացումն է կառուցվում եւ այդքան շատ տրված բան է, ասենք դու պետքա դառնաս տղամարդ, դու պետքա դառնաս հայր, դու պետքա դառնաս որսորդ կամ ասենք երկրագործ եւ այսպես ասենք այն իշոտ բնորոշ է այսպես կոչված իսկական տղամարդուն, հա, դրա համար մշակութաբանության մեջ կա այսպես կոչված ֆոկալ կամ ֆոկուսային նշաններ, այսինքն դա իսկական տղամարդն է օրինակ եւ դրան լրացնող այդ նշանները, դրանք կոչվում են պերիֆերիկ նշաններ, որոնց միջոցով այդ բովանդակությունը ամբողջանում է։ Ասենք իսկական տղամարդը դա ֆոկալ բանն է, որը ինքնությունն է տղամարդու տվյալ մշակույթում, իսկ լրացնողը արդեն այդ որ տղամարդը պետք է լինի կոպի, տղամարդը պետք է լինի իր խոսքի տերը, տղամարդը պետք է լինի ուժեղ եւ այլ եւ այլ, հա, ամեն մշակույթ ունի իր այս ինքնությունների համակարգը իր ներքին նաև իր ամբողջական ինքնության եւ իր դրանցից բխող, այսպես ասած, իր միավորների ինքնությունները ձևակերպող տրված ուրեմն բաներ։ Սովորաբար դրանք ավելի ավանդական հասարակություններին են բնորոշ, որտեղ ավանդույթը ինքը ըստ էության հակված չէ փոփոխության եւ ինքը մեծ դիմադրություն ունի փոփոխության։ Իսկ ավելի փոփոխական ինքնություններ են, դրանք այն ինքնություններն են, որոնք որ իրենք նման են այդ անավարտ ինքնություններին եւ ըստ էության փոխկապակցված են անավարտության հետ ինքնության, որովհետեւ այդ փոփոխվող ինքնությունը ինքը իրեն քննադատորեն իմաստավորող ինքնություններն են։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ այս երկու տարբեր տիպերի մեջ ինքնությունների տարբեր ձև է կառուցվում նաև սուբյեկտությունը, այդ հավաքականության անդամների սուբյեկտությունը։ Տրված ինքնություններով բնութագրվող մշակույթներում, հա, սուբյեկտությունը նույնպես ձևավորվում է արտաքին, այսպես ասած, տրված բաներով, նշաններով, տրված բովանդակություններով։ Իսկ անավարտ կամ փոփոխական ինքնություններում սուբյեկտության ձևավորմանը մարդը ինքը մասնակցում է։ Այսինքն իր սուբյեկտության հետևում կանգնած է ինքը մարդը։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ հենց այստեղ նաև մենք այս մասին հետո կխոսենք, բայց ես ուզում եմ այստեղ այս նկատառումը անպայման բերել, որ տրված ինքնության դեպքում տրված ինքնության, որտեղ որ սուբյեկտությունը նույնպես տրվում է մարդուն, մարդը իր սուբյեկտության կառուցմանը չի մասնակցում։ Իր սուբյեկտությունը կառուցում է իր հանրույթը եւ այդ հանրույթում ընդունված ավանդույթները, հա, ասենք այդ կայուն բաները։ Իսկ փոփոխվող ինքնություններում, այդ միջավայրում մարդը իր սուբյեկտությունը կառուցելու մեջ ունի առանցքային դերակատարություն։ Միգուցե այսքանով մենք այսօրվա մեր բանախոսությունը կեզրափակենք եւ ամփոփելու որպես ամփոփում ես կուզեմ մի անգամ եւս գնալ սկիզբ այն հարցին թե ինչ է մշակույթը դա այդ իմաստների այն սարդոստայնն է, որի կենտրոնում նստած է մարդը եւ մշակույթը դա վերկենսաբանական գործունեության ձև է եւ արդյունք եւ դա ինչպես է գալիս եւ պայմանավորում մեր ինքնությունը պայմանավորվում է հենց այն իմաստներով եւ այն ճշմարտություններով, որոնք որ ձևավորվում են մշակույթում։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն ձեզ։